Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պայն ես զրուցելու եմ հանրային գործիչ, գործարար Գևորգ Պարսեղյանի հետ, ինչպես նաև ինձ համար շատ լավ ընկեր, այսպես ավելի ազատ կխոսենք այսօր, Գևորգ, մինչև մեր գյուղի ֆորմատը վերականգնվի, այդտեղ հանդիպենք, այն թեմաների շուրջ, որի շուրջ ուզում եմ քեզ հետ զրուցել, մենք 2023-ին զրուցել ենք, բայց անդադ ժամանակը, չասեմ, արմատապես վերախմբագրում է մարդու մոտեցումները, ինչ որ ուղումներ է մտցնում, հա, շտկումներ, որ դու ինքդ ես հասկանում, որտեղ սխալվեցիր, որտեղ մի բան փոխվեց կամ մի ինֆորմացիա ավել ստացար, հա, եւ նոր ավելի նորովի նայեցիր են իրադարձություններին, որոնց նաեւ մասնակիցն ես եղել, հա։ Խոսենք 2018 թվականի իրադարձությունների մասին, քանի որ 7 տարի առաջ վաղը Սերժ Սարգսյանը կասի, որ ինքը սխալ էր, Նիկոլ Փաշինյանը ճիշտ, եւ քանի որ 7 նախագահը ինքն էլ լծվել է այս գործի հերկման, հերկման անշնորհակալ գործին, որ իրեն կապ ունեն, դրա համար առիթ եղավ նաեւ խոսելու։ Ես ասեմ, որ այս 7 տարիներին եւ նաեւ պատերազմից հետո իմ դիրքորոշումը հետեւյալն եղել։ 2018-ը դա երկու մասանի գործողություն էր, հա։ Երկու տարբեր գործողություն էր, մի գործողություն դա Սերժ Սարգսյան եւ հանրապետական իշխանության դեմ քաղաքացիների արդարացված բողոքներ, որի բոլոր հիմնավորումներ կա, դա ընտրությունների կեղծում, հա, ձայների գնում, մարզերում այդ կերպարները, որոնք կային, հա, տարբեր, որոնք քաղաքացիների կյանքը դժվարացնում էին, եւ իրենց վարած տնտեսական, արտաքին քաղաքականությունը եւ արար երկրորդ դա Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն էր եւ այստեղ է որ ես կարծում եմ որ իրենք էլ լավ կամ իրենց ավելի վերև գտնվողները լավ հասկանալով ժողովրդի դժգոհությունը ամեն բան արեցին որ ժողովրդի դժգոհությունը հանկարծ չգնա այլ առաջնորդի հետևից եւ դա ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի կերպարով, այսինքն երկրորդ արարը Նիկոլը դարձվեց վարչապետ։ Հիմա երրորդ նախագահ ասում է էշի ճակատը պատճեցին։ Ինձ մոտ հարց է առաջանում, երբ դու մասնակցում ես, չէ՞, գործողություն եք սրա մասին քննարկում ունեցինք։ Դու կոնկրետ այդ էշի ճակատն էիք ուզում պատճել, թե ուրիշ էշ կար մտադրություններում եւ հետո հասկացաք, որ ոնց որ թե այս էշը կապեցին ձեր դռանը։ Տես Բորիս, ես օրեր առաջ Facebook-ը ինձ բերեց մի տեսանյութ, որը որ 7 տարի առաջ էի ես կիսվել, միգուցե 8 տարի առաջ, դա 17 թվականը կլիներ, ընտրությունների ժամանակ, եթե չեք մոռացել 2017 թվականի ապրիլի 2-ին Հանրապետական կուսակցությունը հաղթեց ու շատ խորհրդանշական օրերին ընտրել, շատ վիճելի պահին ընտրել իրենց ընտրությունները կազմակերպելու համար, իսկ հաղթանակը տոնեցին մի այնպիսի սալյուտով, կարծես իրենք այդ ոչ ռազմավարական նշանակություն չունեցող 800 հեկտարն են բերել։ Հենց այդ ֆոնի վրա ինձ տեսանյութ եկավ Facebook-ից, որտեղ որ զոհված տղաներից մեկի հայրը շատ վրդովված հարցազրույց էր տալիս ու ասում էր, որ արդարացում չունի այդ քայլը, որ որևէ կերպ պետք է շրջանցվեր այդ որոշումը։ Պատերազմից 1 տարի հետո, պատերազմից 1 տարի հետո մարդկանց նահատակվելու օրը ընտրություն կազմակերպել, հաղթանակը բնականաբար կազմակերպել, որովհետև կար ինչքան կուզեք այդքան կխփենք մեխանիզմը ու վերջում սալյուտով նշել այդ ամեն ինչը։ Այսինքն հետահայաց նայելով իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ այդ մարդկանց դժգոհությունը, նաև իմ դժգոհությունը ոչ թե ուղղակի վատ կառավարման ձախողումների պատճառով է եղել, այլ հատուկ է գեներացվել։ Որտեւ նման բաները ոչ ֆինանսական շահ են տալիս ինչ որ կազմակերպչին, ոչ ուրիշ ինչ որ մատ առավելություն են տալիս, նման բաներ ուղղակի մարդկանց մոտ ատելություն ավելացնելու համար էին։ Եվս մի ատելություն ավելացնող գործողություններ նա երբ որ այդ անձը հրապարակային պաշտոնապես հերքեց, որ ինքը
հաստատ մտադրություն չունի հետագայում երկրի ղեկավար դառնալու, նույնիսկ եթե առաջարկեն կմերժի, դա անընդունելի է եւ այլն, հետո շատ արագ փոխեց իր մոտեցումները ու դա այնպես մատուցեց, իբր շատ բնական բան է։ Ոչ մեկ հարց չտվեց ոնց արին, որ երկրի ամենաբարձր պաշտոնյան կարա 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումը ակնհայտ ստի մարդկանց ու դա անհետևանք առաջանա։ Նույն 180 աստիճանով ներկայիս ղեկավարությունը փոխեց իր դիրքորոշումը ու դա մեծ հանրային ընդվզում առաջացրել։ Նույն ձևով հանրային ընդվզում առաջացնում էր նախորդ ղեկավարի դիրքորոշման փոփոխությունը։ Բայց ես համաձայն եմ քեզ հետ, ապրիլյան պատերազմի այդ տարելիցին ընտրություններ կա։ Ես հիշում եմ ժամանակ մեծ դժգոհություն կար։ Մարդիկ բողոքում էին, նաև ընտրությունների օրվա հետ կապված, հա, ինչպես նաև արձանագրենք, որ այդ ընտրություններին այնուամենայնիվ չնայած եղել են ընտրակաշառքներ բանման, մնացած պատմությունները, այդ ընտրություններին քաղաքացիները, քանի որ ունեին Սերժ Սարգսյանի խոստումը, որ ինքը այլևս չի հավակնելու եւ սխալ է համարում 3 անգամ անընդմեջ պետության կառավարումը որևէ անձի կողմից, անկախ մոտ կառավարման մոդելից, եւ քանի որ հանրապետականի ցուցակի առաջին համարը Կարեն Կարապետյանն էր, մարդիկ անգամ ընտրակաշառքի մնացածի պարագում ընտրում էին հանրապետականին, որովհետեւ ուզում էին, որ Սերժ Սարգսյանը փոխվի Կարեն Կարապետյանով, հա։ Եվ ըստ էության այդ ընտրության արդյունքները գրեթե բոլորը ընդունեցին, անգամ իրենց Նիկոլ Փաշինյանը։ Ու հիմա հարց է առաջանում, ասում լավ, որ այդ ամեն ինչը տեսնում եք։ Ախր ինչի չհաշտվեցիք ժողովրդի ընտրության հետ 2017-ին։ Կամ եթե նայեք, տեսեք, երրորդ նախագահը ասում է իր հարցազրույցներից մեկում, որ ինքը կարծեմ 1 տարի առաջ Կարեն Կարապետյանի հետ խոսել է, ասել է Ղարաբաղյան հարց կա, հա, լավ կլինի ես կտանեմ 2 տարի էլ։ Լավ, եթե Ղարաբաղյան հարց կար, եթե դուք պետք է տանեիք, ապա ինչու 17-ին դուք չդարձաք հանրապետականի առաջին համարը։ Որտեվ նման ցուցակի վստահ ոչ մեկ չէր ընտրելու, չէ՞, ասեք դժվար մարդիկ գնային Սերժ Սարգսյան առաջին համար ունեցող հանրապետական կուսակցությանը քվեարկեին։ Ու այստեղ էլ անարդարության զգա, այսինքն Կարեն Կարապետյանով խաբեցին ժողովրդին։ Ու այստեղ ես նաև մեղադրանք ունեմ Կարեն Կարապետյանի ուղղված, որովհետև եթե դու չէիր գիտակցում, որ քեզ օգտագործում են ժողովրդին խաբելու համար, դա վատ է։ Իսկ եթե գիտակցում էիր եւ թույլ էր տալի, որ քեզանով խաբեն, դա շատ ավելի վատ։ Գործողություններ ձեռնարկել այդ ամեն ինչից հետո, հավասար պետք է խոսեր։ Նախ առաջին հարցը մի փոքր անպատասխան թողեցի Կարեն Կարապետյանի գործոնը։ Տեսեք, հիմա երբ որ արդեն արդյունքների վրա ելնելով բոլոր ընդդիմադիր մարդկանց, ովքեր որ 18 թվականին ընդդիմադիր են եղել ու մերժիր Սերժին կարգախոսով փողոցում են գտնվել, այդ բոլոր մարդկանց պիտակավորում են որպես նիկոլական։ Հարգելիներս 18 թվականին նիկոլական հասկացողություն միգուցե եղել է միայն այդ քաղաքացիական պայմանագիր շատ փոքր ՀԿ-ի չափ կուսակցության ներսում, մնացած մարդիկ եղել են շատ զանազան շարժումների մեջ կամ ուղղակի դժգոհ քաղաքացիներ։ Վերջում Քաղաք տեխնոլոգիաների կիրառմամբ այնպես դարձավ, որ իհարկե Նիկոլ Փաշինյանը իր կուսակցությունը դարձան առաջնորդը այդ ամբողջ շարժման, մարդիկ էլ, քանի որ շարժման ներսում կանգնած են եղել եւ վերջում ծափ են տվել, նշանակում է իրենք նիկոլական են, այդպես չի։ Ես նախորդ մեր 2 տարի առաջվա հանդիպման ժամանակ էլ ես մասին շեշտել եմ, հիմա էլ եմ ուզում ասեմ, ես քանի որ ինքս գտնվել եմ հրապարակում, ոչ Նիկոլի պատճառով, այլ ընդդեմ գործող իշխանությունների։ Շատ լավ հիշում եմ, որ ապրիլի վերջի ցույցերից մեկի ժամանակ հրապարակից հնչեցին ժողովրդի շարքերից կոչեր Կարեն Վարչապետ։ Այնտեղ Նիկոլ Վարչապետ էին գոռում բեմից, եկել փողոցից ինչ որ հատվածից գոռացին Կարեն Վարչապետ ու մարդիկ արձագանքեցին, մարդիկ ծափերով ողջունեցին այդ կոչը։ Հետո բեմի մարդիկ, քանի որ խոսափողովի են վարում ամբողջ process-ը, արագ թեման փոխեցին եւ այդ պահը անցավ գնաց։ Այդ ակնթարթը իմ մոտ շատ լավ տպավորվել է, որովհետեւ մարդիկ հարց են տալիս. դու հատուկ Նիկոլի հետևից ես գնացել, ես ասում եմ չէ ու փորձում եմ ինքս իմ մեջ գտնեմ, միգուցե իսկապես ես այն ժամանակ այդպես եմ մտածել կամ հասարակությունն է այդպես մտածել, բայց դա այդպես չի։ Նույն 2018-ից մի փոքր առաջ երկդաշինքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երբ որ քարոզարշավ էր կատարում, մարդիկ ավտոբուսի դեմից իրան քաշում շպրտում են փողոցի դիմացից։ Դա ել 18 թվականին անգամ։ Ասեք 18 թվականի ապրիլի 14-ին կարծեմ իրենք եկել են Երևան այդ քայլերթով։ Ապրիլի 16-ին արդեն Սերժ Սարգսյանի ընտրության օրը
Քաղաքացիները շփրտում են ավտոբուսի, այդ աղի քաղաքացիները վերաբերում։ Իսկ 17-ին կանայք հիշում ես այդ զրուցարաններից ուղղակի ծեծելով Նիկոլին դուրս էին։ Այո, Մալաթիայում, որտեղ որ կար ֆավորիտ, մարդիկ այդ ֆավորիտին չնայած ՀՀԿ-ի հովանավորյալն էր, շատ հետաքրքիր պատահականությամբ հիմա Նիկոլ Փաշինյանի հովանավորյալն է այդ մարդը։ Մարդիկ այդ թաղամասում Նիկոլ Փաշինյանին ուղղակի լռեցրեցին ու վրընդեցին բիսեդկայից, այսպես ասած, զրուցարանից։ Ուզում եմ ասեմ, որ ընկալումը թե 18 թվականի շարժման մասնակիցներին նիկոլական էին, դա կեղծ, դա ստեղծված, տարածված սխալ թեզ է, այդ մարդիկ եղել են ընդդիմադիրներ։ Նույն սկզբունքով ես 2021 թվականից երևի կամ 22 գրեթե բոլոր ընդդիմադիր շարժումներին մասնակցել եմ, որովհետև երաշխիք չունեմ, որ այդ ընդդիմադիր շարժումների արդյունքում լինելու է մի հատ փայլուն անթերի առաջնորդ։ Իհարկե կիսում եմ պատասխանատվությունը, որովհետև ես այնտեղ ֆիզիկապես գտնվել եմ, մասամբ կիսում եմ պատասխանատվությունը, բայց 2022-23 թվականներից ցույցերին մասնակցելից ելնելով ես չեմ կարող ասեմ, որ ես Բագրատ Սրբազանական եմ կամ, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանական եմ կամ մյուս բեմից խոսացողների մոլի հետևորդն եմ, չէ, ես դեմ եմ գործող իշխանություններին, դեմ եմ տեղի ունեցող process-ներին եւ փորձում եմ որևէ հակազդեցություն ցույց տալ։ Եվ որտես հետաքի թեմա բացեցիր եւ այստեղ շատ կարեւոր է քննարկել դա, ես կարծում եմ նաեւ մարդիկ պիտի հասկանան, ու մի անգամ գրառումներից մեկում արձանագրել էր դա, որ ախ, ես ինչ ված ժողովուրդ էր, որ ԱԱԾ չուներ, ԱԱԾ զեկույցները ստանում էր, չգիտեր Նիկոլ Նովա։ Ախր այս ժողովուրդը ձեր եւ իմ սերնդակիցները մենք ծանոթ ես անկեղծ եմ ասում, ես լրագրող լինելով հանդերձ ես ծանոթ չեմ եղել Նիկոլ Փաշինյանի 90-ական թվականների գործունեությանը, որովհետեւ ասենք մեր գյուղ թերթեր չէին հասնում։ Ես էլ 2008 թվականից եմ, 2007-ից 2007-ից եմ սկսել Երևան գալ սովորելու նպատակով, այսինքն 2007-ին Նիկոլը արդեն այդ ոճը չուներ հակաղարաբաղյան, այդքան վառ չէր։ 2008-ին այդ մարդը փախել է այստեղից անհայտուղությամբ։ 2008-ին զինվորական ծառայություն 10-ին այսինքն օբյեկտիվորեն մենք կարող էինք, մեր սերնդակիցները կարող էին ծանոթ չլինել այն, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը Խարվաճարից զինվորների 4 դիակները անվանում է ապրիլյոտյան նվեր մայրերի համար։ Զինվորներ։ Մենք կարող էինք ծանոթ չլինել այն ատելության խոսքը, որ ինքը տածել է արցախցիների նկատմամբ։ Մենք կարող էինք ծանոթ չլինել այն իր տեսակետներին, որ Բաքվի Սումգայիթի եւ իբրև թե ադրբեջանցիների սարքած այդ ցեղասպանությունը ադրբեջանցիների նույն հարթության մեջ են, որ մենք եւ ադրբեջանցիները նույնքան դժբախտ ենք, մեզ նույն ձեռքն է կոտորում, այս բառը օգտագործել է, բայց լավ դուք հո տեղյակ եք, ես մի անգամ անկեղծորեն այսպես հարց հրապարակային տվել եմ երրորդ նախագահին, ասում ձեր թիմակիցը այստեղ մեր եթերում ասել է, որ այդ թվում նաև դուք եք տեսել, որ ինչպես է Նիկոլ Փաշինյանի նվաստացնում պաշտպանության նախկին նախարարներից մեկը, դուք փրկում եք ոտքերի տակից, հետո այդ նախկին նախարարի ինչ-որ ներկայացուցիչը միզում է Նիկոլի վրա։ Ասում եմ, այսքան նվաստացած մարդուն ո՞նց եք իշխանություն տվել։ Այս մարդը չէ որ հոգեբանորեն հատկապես տղամարդ արական սերի ներկայացուցիչ կարող է, չէ՞, նվաստացումից մարդիկ հիմնականում ռուսեն խոսքը աբիժնիկ են մնում։ Այո։ Վիրավորված են մնում։ Այդ մուրը այսօր էս երկրից է անում, ժողովրդից է անում։ Լավ, այս ամենը չկարող է, չէ՞, 18 թվականին օրինակ Միքայել Մինասյանը կարող էր Վատիկանից պապի օրհնությունը ստանալ, որը մահացավ, ասեր թույլ տվեք ես այստեղից ուղ եթեր մտնեմ, պապ կա ուներ, չէ՞ Կարմիր։ Հանրասիրային ժողովուրդ ջան, հետ Արարատ Միրզյանի հետևից է գնում։ Բա Թուրքիայի գործակալ է։ Կամ հանրապետականները այսօր որ ասում են թուրք-ադրբեջանական հեղափոխություն, ասում են, տեսակ Ալիևը ընդունեց, որ ինքը օգտել է Սերժ Սարգսյանի մերժման գործընթացին։ Ամոթ ձեզ։ Այսինքն դուք թաղերում չեք ապրել, եթե ձեր կողքի թաղի կամ կողքի գյուղի, կողքի բակի, կողքի քաղաքի կոպիտ ասած լավ տղեն գալիս է ձեր հայաթում անում է այն ինչ ուզում է, ձեր հայաթի չմոին ձեր փոխարեն լավ տղա է նշանակում, ամոթ ձեզ։ Դուք այդ թաղում պատահաբար եք եղել լավ տղա։ Բոլոր բաները այնքան ակնհայտ բաներ են, որի մասին որ արդեն մի քանի տարի է էսել եւ դրսում եւ համացանցում խոսում եմ, գրում եմ ու ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ հասարակությունը այդ ամեն ինչը շատ լավ գիտակցում է, մարդիկ կամ ողջունում են այդ տեսակետները կամ ուղղակի լուրեն չեն հակադարձում։
շատ փոքր շրջանակի մարդիկ են փորձում հակադարձել ու երբեմն երբ ես փորձում եմ բանավեճի մտնել այդ հակադարձումների հետ, ես ինքս ինձ անհարմար եմ զգում, որովհետև հասկանում եմ, որ բանավեճում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ ում աշխատանքային պարտականությունն է մարդկանց հակառակը համոզել, լրիվ անիմաստ բան է այդպիսի մարդուն փորձել փաստերով բան ինչ-որ ապացուցել, էլի։ Մենք 2018-ին ունեցել ենք պետություն, ունեցել ենք ԱԱԾ, Նիկոլ Փաշինյանը 10-ամյակներ շարունակ բնակվել է Հայաստանում, բազմաթիվ դրվագներով Նիկոլ Փաշինյանին իշխանություն չհանձնելու, իրան ուղղակի քաղաքական ճանապարհ հարթելու հարցը չլուծելու բազմաթիվ հնարավորություններ են եղել։ Չմոռանանք, որ էլի վերջերս էլի տարբեր տեղերից տեսանյութեր տեսա ու ինքս տարածեցի, որտեղ որ հանրապետական կուսակցության այն ժամանակվա երկրորդ, երրորդ համարները, ովքեր որ նախարար եւ արժեփոխ խոսնակ էին, տարբեր խոսակցությունների ժամանակ, ելույթների ժամանակ ասում են, որ եթե Սերժ Սարգսյանին դեմ եք, կարող եք ընտրել Նիկոլին։ Նիկոլը ավելի կիրթ է, Նիկոլը քաղաքական է, գոնե թող քաղաքական լինի դա, հասկանում եմ, որ տեղավորվում էր այդ համատեքստում, երբ Գագիկ Ծառուկյանի դեմ 2015 թվականի փետրվարի ելույթները։ Մեծ արշավ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի դեմ եւ շատ պատահականորեն հանրապետական կուսակցության առաջատար այրերը ասում են, որ եթե մեզ դեմ եք դրա համար Գագիկ Ծառուկյանին ընտրում, իրեն մի ընտրեք, ինքը քաղաքական չի, ինքը կիրթ չի, ընտրեք կիրթ ու քաղաքական Նիկոլին։ Եթե անուններն հարկավոր այդ տեսանյութների իմեջում ես տեղադրել եմ, մեկը Էդվարդ Շարմազանովը, մեկը Արմեն Աշոտյանը, հանրապետական կուսակցության ամենակարկառուն մարդիկ են, կրկնում եմ, Կարգավիճակով Աշոտյանը փոխնախարար է։ Աշոտյանը նախարար, Շարմազանովը ազգային հասարակությանը կոչ են անում, եթե Սերժին դեմ եք, գնացեք ընտրեք Նիկոլին։ Ես այդ հասարակության մարդկանցից մեկն եմ։ Այդ կոչից բացի շատ մեծ արշավ է տարվել Նիկոլ Փաշինյանի PR-ի համար ու ինքնըստինքյան Նիկոլ Փաշինյանը դարձել է անդիմադիր առաջին պլանի, առաջին էշելոնի առաջնորդներից մեկը եւ ինքնըստինքյան դրա պատճառով մարդիկ ովքեր դեմ են եղել, իսկ Նիկոլ Փաշինյանը խոսափողը ձեռքի փողոցներով վազվզում էր, ստիպված այդ մարդիկ, չասեմ ստիպված, ուղղակի շատ բնական ճանապարհով, չեն ստիպել, բայց շատ բնական ճանապարհով ուղղորդված, այս մարդիկ այլընտրանքի բացակայության պատճառով գնացել ու ծափ են տվել Նիկոլ Փաշինյանին։ Ինչը սխալ է, ես ընդունում եմ, որ ես սխալ բան եմ արել, ուղղակի օբյեկտիվ պատճառներով ես այդ սխալից խուսափելու սխալը, Գեորգ, նայ, ես ինչի համաձայն չեմ։ Ես համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը սխալ էր, բայց Նիկոլ Փաշինյանը իրանք են ընտրել խորհրդարանում։ Դա առաջին իրենք են ընտրել։ Եկեք թող գնային արտահերտ ընտրություն, իմ մասով, թող գնային, մասով եմ ասում։ թող գնային արտահերտ ընտրությունների Նիկոլին չընտրելով։ Կտնենք ժողովրդում ընտրում, այն ժամանակ կասեն ժողովուրդը Նիկոլին է ընտրել։ Ժողովուրդը 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանն չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանը ինքն է առաջադրվել, շանտաժով խոսել է պետության հետ, ասել է կամ ես կլինեմ վարչապետ կամ վարչապետ չլինի, հանրապետականը պակասող ձայներն ապահովել է, քվեարկել են, անգամ դաշնակցությունից Աղվան Վարդանյանը դուրս եկավ, ասելով չի կարող կողմ քվեարկել, հանրապետականը այդպես ձենել մենք կտանք։ Ու ինչքան ձայն պակասեր իրանք տալու են, իրանք տրամաբանությունը հայտարարության դա է։ Բայց այստեղ ներողություն հարգելի Գեորգ, այստեղ հարցը գիտես ինչու՞մն է, որ ժողովուրդը ինչպես դու ես ասում ես, այդտեղ համաձայն եմ։ Ժողովուրդը ազգային անվտանգության ծառայություն չունի, ինքը չի կարող իմանալ այս քաղաքական գործիչի մտքին ինչ կա։ Նույնիսկ այդ ժողովուրդը պետք է վստահության կանխավարկածով ո՞նց վստահության ինչու են կազմակերպվում ընտրություններ, որ քաղաքական գործիչը գա, ներկայացնի ծրագիր, տա խոստումներ, ժողովուրդը եթե հավատաց ընտրի, եթե չի կատարում չընտրի։ Հիմա ժողովրդի վերաբերմունքի չնայած դա մանիպուլացվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Ժողովուրդը մայիսի 8-ից 9-ից Նիկոլ Փաշինյանին պիտի ներկայացներ պահանջներ։ Ինչը ես օրինակ որպես լրագրող արել եմ։ Մեր մայիսի 9-ից մենք բազմաթիվ քննադատական հրապարակումներ ենք ունեցել, թիրախավորվել ենք, մեզ հայանքներ են գրել, սպառնալիք, մեզ դա չի հետաքրքրել։ Որովհետև ասեք համարել ենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը օրինակ պետք նախագահի տեղակալա նշանակում մարդ, որը Միացյալ Նահանգներում դատված է, ու դրա մասին չկա իր կենսագրության մեջ, մենք դրա մասին գրում ենք, մեծ աղմուկ է բարձրանում, սա մայիսի հրապարակում եմ ձեզ ասում 2018-ի։ Եվ այդ պետք նախագահի առաջին տեղակալին Արա Գաբրիելյանին Նիկոլ Փաշինյանը ազատում է աշխատանքից մեր հոդվածի հիման վրա։ Հիմա դրանք էլ փաստեր են։ Ուզում ասեմ ժողովուրդը վստահության կանխավարկածով է մոտենում։ Հիմա պատկերացեք մենք ծանոթանում ենք, առաջին անգամ իրար տեսնում ենք։
իրար մասին բնականաբար նորմալ մարդիկ, եթե KGB-շնիկ չեն կամ ասենք հատուկ ծառայությունների մարդիկ չեն, որ միշտ բացականի վրա են կին, դրականի վրա են կենտրոնանում։ Հետո ժամանակի ընթացքում կամ այդ վստահության կրեդիտը արդարացվելու է եւ մարդը ասելու սա իմ լավ ընկերն է, կամ ասելու կներես ուղղակի ծանոթ ենք։ Այո, այդ ամենը ես հաշվի առնելով, որից ես ասում եմ, որ ես սխալ ընտրություն եմ կատարել, ես չեմ խուսափում պատասխանատվությունից։ Ես կարող եի օրինակի համար, չգիտեմ, հայկական բոլոր լրատվամիջոցների թերթերը 91 թվականից սկսած գնալ արխիվներից հանել, նայել, հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ բաներ ա արել, տեսականորեն։ Կարող էի, չեմ արել, ես ընդունում եմ։ Բայց որքանով էր օբյեկտիվ այդ իմ այդպեսի ուսումնասիրություն անելը, ինչքանով օբյեկտիվ կլիներ ու ինչքանով օբյեկտիվ կլիներ, եթե ուղղակի ԱԱԾ-ն ովքեր որ նույնիսկ ստորագրված փաստաթուղթ ունեն, որ օրինակի համար Արարատ Միրզոյանին դարձում են ԱԱԾ գործակալ, ինչի համար, որովհետև հասկանում են, որ Արարատ Միրզոյանը աշխատում է ուրիշի համար։ Ես իհարկե դրան չեմ հավատում, բայց ամեն դեպքում եկեք Միքայել Մինասյանին հավատանք լավ։ Թեկուս կամ նույն Նիկոլ Փաշինյանի մասին ԱԱԾ-ն ունեցել է գեներալի ուսադիրով ղեկավարներ։ Այդ մարդիկ չեն իմացել, որ Նիկոլ Փաշինյանը թերթ ունի, sense բաներ է գրում։ Կներես, բայց իշխանապողություն տեղի ունեցել են ժամանակ, երբ որ այդ ԱԱԾ ղեկավարը գեներալի ուսադիրներ չուներ, ավելին ինքը ԱԱԾ-ի հետ ընդհանրապես կապ չուներ։ Չէ, ես նկատի ունեմ մինչև իշխանապողությունը նորից կառույցի եղել է։ Դե մինչև իշխանապողությունը արդեն կոնտրոլի տակ պահել են, ի՞նչ ես։ Կառույցի եղել է։ 2016-ին Սերժ Սարգսյանը օրենքի խախտմամբ ԱԱԾ պետ է դարձնում երջանկայի շտակ Գեորգի Կուտոյանին, ընդ որում Արգիշտի Քարամյանին էլ են օրենքի խախտմամբ նշանակել, արդեն Նիկոլ ենք, բայց Սերժ Սարգսյանի փորձառությունը հաշվի առնելով։ Եվ նախկինները շատ քննադատում են, չէ՞, Արգիշտի Քարամյանին նշանակ։ Բայց Արգիշտի Քարամյանը մի առավելություն ուներ, ինքը հայկական բանակում ծառայել է եւ ուժային համակարգերում պաշտոններ զբաղեցրել է միջև, այսինքն զինվորական կոչում ունեցել է։ Գեորգի Կուտոյանի համար հորինել էին զինվորական անցյալ, իբրև թե ինքը Ռաստովում, եթե չեմ սխալվում, արդեն նշանակումից հետո կենսագրության մեջ ուղղակի տող են ավելացնում, որ Ռաստովում իբրև թե մի համալսարանից մեկում զինվորական կաֆեդրան է ավարտել, որը հավասարեցված է հայկական բանակում ծառայելուն, բայց օրենքով չի կարող դրսում ռազմական կրթություն ստանալը հավասարեցված լինի Հայաստանի ազգային բանակում ծառայեցնելուն։ Այդ մարդն եղել գեներալի ուսադիրներ չի ունեցել եւ իրենից հետո եկողը ձեր եւ իմ կողմից շատ սիրելի պարոն Արտուր Վանեցյանը հայտարարել է հետեւյալը 2018 թվականի դեկտեմբերին Ծաղկաձորում լրագրողների հավաքի ժամանակ ասել է ազգային անվտանգության ծառայությունը չի օգնել հեղափոխությանը, բայց չի էլ խանգարել հեղափոխությանը։ Իսկ եթե տեղի ունեցողը թուրք-ադրբեջանական է ու ԱԱԾ-ն չի խանգարել, ուրեմն ԱԱԾ-ն հետեւաբար օգնել է, որպեսզի տեղի ունենա թուրք-ադրբեջանական հեղափոխություն։ Իսկ 2021-ին բայց չեմ խանգարել։ Այո, դու հիմա կասես ինչ չես խանգարել։ Իսկ 2021-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ արդեն որ Արտուր Վանեցյանը իր վարչապետի տեխնացուն էր, ասել է, որ Արտուր Վանեցյանը լավ ԱԱԾ սպա է։ Այսինքն այն ինչ որ ինքը ասել է 18-ում ճիշտը դա է եղել, որ ԱԱԾ-ն չխանգարի թուրք-ադրբեջանական հեղափոխությանը։ Այստեղ ուրիշ հարց ունեմ, օրինակ Սերժ Սարգսյանի թիկնազորը ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ապահովել է վարչապետի տեխնացու չհանդիսացող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, ՊՊՑ-ն, պետական պահպանության ծառայությունը։ Ումից էր թուրք-ադրբեջանական հեղափոխություն արած մարդուն պաշտպանում Սերժ Սարգսյանը։ Այսինքն, եթե Նիկոլը թուրք-ադրբեջանական է, ենթադրաբար բանը չէր սպանի, չէ՞, Թուրքիան ու Ադրբեջանը չէին սպանի իրեն։ Իրեն պետք է սպանեն ինչ որ հայկական հեղափոխության ներկայացուցիչներ, որը իբրև թե Սերժ Սարգսյանն էր։ Դե հանրապետականին երբ հարցնում ես, բոլոր մեղքերը Կարեն Կարապետյանի վրա են գնում, միգուցե Կարեն Կարապետյանից են զսել պաշտպան։ Բայց այստեղ ուրիշ վարքագիծ էլ կա, դու պատկերացրու Նիկոլը ինչքան է վստահել Սերժ Սարգսյանին, որովհետև դու իբրև թե հեղափոխություն ես անում, կյանքդ վստահում ես իր թիկնազորին հետ։ Էսի սուպեր վստահության մասին է խոսում։ Դե ճիշտ էր ասում էլի, ուրեմն համերաշխության սիրո մթնոլորտում ա եղել այդ ամեն ինչը, ուղղակի համերաշխությունը երևի մեր ու իրենց միջև չի եղել, ուրիշ տեղ ա եղել, ուրիշների միջև ա եղել։ Այո, հիմա քո պատասխանատվությունը, ինչու գնացիր ու պատշեցիր այդ էշի ճակատը։ Ասում եմ, որովհետև գիտելիք չունեի, սխալ էի, հետո իրա շատ է զառացնում, ոնց մի տեսակ ուսումնասիրություն բավականաչափ չէի արել, երիտասարդ էի ավելի քան թե հիմա եմ, ու էլի այդպիսի պատճառներով
ու ես չեմ արդարանում, ես մեղավոր եմ, որ այդպես պատճառներով չեմ իմացել, թե ում եմ գնում հրապարակում եւ ծափ տալիս։ Ես չեմ արդարանում, ես մեղավոր եմ։ Բայց Դատարանը որոշեց ձեզ համար բայց գնդակահարույց։ մեղքի չափաբաժինը անհամեմատ ավելի մեծ է այն մարդկանց համար, ովքեր որ մասնագիտությամբ, պաշտոնով, իրենց կենսափորձով, իրենց դիրքով պարտավոր են այդ ամեն ինչը իմանալ ու հակազդել։ Նույն քո ասած այդ ԱԱԾ-ն, նույն քո ասած նախագահը, առհասարակ պետական բոլոր կառույցները ուժային, դրա դեմ պետք է գործողություն ԱԱԾ-ն ասում է, չէ, հետո 21-ին հասկացեք, ասում է, ճիշտ է, այս թուրք-ադրբեջանականներին չենք կանխել, բայց ընտիր պոռնո ենք նկարել, եթե պետքա ցույց կտանք ախպեր։ լավ, ցենզուրայի մեջ լինեն, Հետո չէ, դուրս Բորիս ջան։ տվեցին։ Հաճախ եթե ես ասում եմ սխալ էի, դուք ինչի թույլ տվեցիք, գալիս են ասում են, բա ինչ անենք, գլխից քեզ կրակենք, չէ, թող չկրակեն։ Այդքան ցույցեր են եղել, մարդը շատ բուռն, էմոցիոնալ ցույցեր են եղել հանրապետական իշխանության ժամանակ, մեկին ջրցան սարքով, մեկին ուղղակի մի քանի ձերբակալումով, բոլորը իրանք շատ հեշտությամբ վիժեցրել են։ Մեկին աղոթել տանելով։ Եթե Ցենզուրայի մասով ասում Սերժ Սարգսյանի խոսքերն են, ինքն ասում չէ, կեղտոտ սպիտակեղենը կհրապարակեմ 2025-ին։ Ուրեմն ինչ որ կեղտոտ սպիտակեղենին առնչվող նյութեր իր մոտ կան։ Դե եթե ԱԱԾ-ն չի կանխել, բայց դա կարողացել է հավաքել, ուրեմն ինչ որ նպատակի դա հիմա ծառայում է։ Այնպես որ իրանց պետքա դիմել այդ ցենզուրայի հարցով։ դե միգուցե ինչի համար որ այդ փաստերը, այդ կոմպրոմատները հավաքվել են, այդ պահը դեռ չի եկել, իրենք ավելի կարևոր բան ունեն պաշտպանելու այդ կոմպրոմատներով, քան թե մեր պետություններ ու արդեն իսկ գոյություն չունեցող երկրորդ պետությունը։ Ինչը կարող է լինել։ Թող իրենք իմանան, ես չեմ կարող ասել, ես ենթադրում եմ։ Եթե չկա ավելի կարևոր բան, թող օրեր առաջ դա ներկայացնեին ու թույլ չտային, որ այս մարդիկ իշխանության մնան։ Ես ընդհանրապես անկեղծ ես դեմ եմ նման կոմպրոմատներ հավաքելուն, որովհետև ինչպես ասցինք այն դեպքը, որ մեր եթերում պատմել են, դա քաղաքական գործչին սարքում է աբիժնիկ, եւ հետո դու չգիտես ինքը ինչ դիրքում կհայտնվի ու ինչ վնասներ կհասցնի պետությանը։ Սովորաբար պետությանը ժողովուրդներին ամենամեծ վնասները նման մարդիկ են հասցնում, որոնք իրենց նվաստացումները փորձում են կոմպենսացնել այն ժողովրդի նվաստացնելով, որի պետությունը իրանց նվաստացրել է, այսինքն Հայաստանը, իրանք հիմա Նիկոլի համար Հայաստանը դա հայ ժողովուրդն է, հայաստանցիներն են, որի ստեղծած պետության շրջանակներում իրեն նվաստացրել են։ Ինքը կարող է այդ պարագայում նման մարդը, հա, ես չգիտեմ այս բանը ոնց, բայց նման մարդ կարող է գնալ թշնամիների հետ համագործակցության, կարող է գնալ վնասարարական գործողությունը, միայն թե այդ ժողովրդի համար վատ լինի։ Այո, ես այդ մասին էլ եմ խոսացել, քանի որ շատ ենք շոշափում Արցախի, Արցախատյացության թեման։ Տպավորություն կա, որ այս մարդիկ ուղղակի Հայաստանի Հանրապետությունը շատ են սիրում, ու Հայաստանի Հանրապետությունը փրկելու պաշտպանելու համար Արցախը չեն սիրում կամ Արցախը զոհում են կամ զիջում են։ Այդպես չի, այս մարդիկ Հայաստանն են ատում ու հայ մարդկանց են ատում։ Շատ խորհրդանշանական է, որ Արցախի կորստից, նույնիսկ ոչ թե կորստից, այլ ուղղակի մասնակի կորստից հետո, երբ դեռ խաղաղապահների հսկողության տակ էր Արցախի մի մասը, Հայաստանի Հանրապետության տարածքի մասին այս մարդը կանգնեց ու ասում է, որ այնտեղ քանի որ տարին 6 ամիս ձյուն է գալիս, դե դրա համար չենք պաշտպանել ոչինչ դրանից ինչ պետք է լինի, դուք գնալու եք այնտեղ ձնի մեջ ապրեք, ասում եմ, պետք է դաշտերը, սարերը, անիմաստ ձնով ծածկված սարերը։ Դա ատելություն չէ Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Բացի նրանից, որ այդ սարերը իրենք ռազմավարական նշանակություն ունեն, իրենց բարձրության եւ դիրքի հաշվին։ Եկիր միտք կար, թե ասում է սարերը հանձնողը դաշտերում մորթվելու է, չգիտեմ ով է մտքի եղինակը, բայց իրականում այդպես էլ դուրս եկավ, այսինքն մեր հանձնված սարերից մեր վրա կրակում են։ Դե ցավոք մորթվողը նույն անձը չի, որ հանձնողն էր, մորթվողը զոհ եղավ, բայց իհարկե այդ խոսքը ուժի մեջ է, որովհետև սարերը ռազմավարական տեսանկյունից կարևոր դիրք ունեն, առասարակ ցանկացած քառակուսի մետր հողը ռազմավարական ու գոնե մարտավարական առումով կարևոր նշանակություն ունի, ոնց կարելի ասել, որ հողը շուներ ռազմավարական ու մարտավարական նշանակություն, ոնց կարելի այդպիսի վերաբերմունք ունենալ ոչ թե ուղղակի դաժե քառակուսի մետր հողի մասին, այլ մարտական դիրքի մասին։ Ինչպես կարող մարտական դիրքը, կահավորված մարտական դիրքը, որտեղ նույնիսկ մենք թողել ենք ոչ միայն այդ քարերը, այլ նույնիսկ թողել ենք դիակներ, չունենա մարտավարական նշանակություն, ոնց կարող է այդպես բան լինի։ Ու ոնց կարող է մարդ գնա հետագայում այդ մարդուն ընտրի։ Ես դա չեմ ընդունում։ Դա է եղել պատճառներից մեկը, որի համար որ ես պատրաստ եմ ել գրեթե ամեն մեկի հետևից գնամ 18 թվականին։ Գյորգ, բայց մի բան էլ կա, վտանգ էլ կա հիմա, որ մարդիկ հիասթափվել են 2018-ին տեղ ունեցածին եւ այն բացահայտումները, օրինակ դուք եք անում, մենք ենք անում, այլ մարդիկ են անում, մտավախությունն է, որ կարող է մարդկանց անվստահությունը
կամ կոտրվածությունը մեծացնել, ասեն դե տեսեք էլի մի խաղ են սարքելու վերջում եւ այս հանրապետականի քարոզությունը դա է նաեւ դրան է նաեւ նպաստում որ ժողովուրդը ամեն մեկ իր մասին ասել եկեք չգնանք Բագրատ Սրբազանի միտինգներին եկեք չգնանք Իշխան Սաղաթելյանի միտինգներին եկեք չգնանք թեկուզ եթե իրանք հրավիրեն հանրապետ որտեւ վաղը միսօր մի բողք միտեղ կուտե Նիկոլի Արաստեջման մեր վզով կմնա չէ ասում են չէ դուրս եկել փողոց այդ զինվորների արյունը նրանց ձեռքերն է բայց ինչի այդ մարդը ուզեցել է նորմալ երկրում ապրի այդ մարդը չի ուզեցել ապրի մի երկրում, որտեղ իր ձենը գնահատում են 10,000 դրամ։ Վատ բան է ուզել քաղաքացին, իհարկե վատ բան չի ուզել։ Այո, խնդիրը որ դու քաղաքացիներին չեք դաստիարակել, ավելին նպաստել եք վատ բառը չեմ ուզում դա ասեմ, անդաստիարակության չասում, այլ դաստիարակվածության նվազեցմանը ընտրական process-ների մասնակցության, որ մարդը հասկանա, որ եթե որևէ ուժի ընտրում է, հաջորդ օրվանից ինքը պիտի պահանջատեր լինի այդ ուժի նկատմամբ, եւ պիտի անընդհատ ճնշի են քաղաքական ուժին, որը տվել է խոստումներ եւ չի իրականացրել։ Հիմա նույնը Գյումրիի process-ը, ասում են Վարդան Ղուկասյանին անցյալը հաշվի առնելով, անցյալը հաշվի առնելով ես կողմ եմ եղել, որ մարդիկ արդեն հետընտրական process-ում տրամաբանության շրջանակներում իրան քվերք, բայց Վարդան Ղուկասյանը թե որևէ սխալ քայլ անի, առաջինը ես եմ թիրախավորելու իրան։ Եվ մյուս մարդիկ ովքեր աջակցել են խոսեմ, Բորիս, երբ որ ասում են հեգնանքով այսպես ասում են հիշում եք, այն ժամանակ ասում եք Նիկոլա հանկարծ լավը չլինի, իրան էլ կհանենք։ Միշտ փորձում եմ ժողովրդի երեսով տալ, բայց չեն երևի տեսնում, չեն նկատում, որ այդ ժողովրդի զգալի մասը, ովքեր որ այդ ժամանակ սխալվել են, իրենք 3 տարի փողոցներում են ու եթե ես օրինակ 18 թվականին մոտավորապես մի 10 օր գնացել եմ փողոցում ցույցի եմ մասնակցել, 21 թվականից այս կողմ միգուցե 100 օր այլ ցույցերի եմ մասնակցում ու շատ ավելի բուրըն ձևով, շատ ավելի մանրամասն ուսումնասիրելով, խոսալով, շատ ավելի մարդկանց հետ տեսակետներս տարածելով, ես աճեցրել եմ ավելացրել եմ այն ազդեցությունը, որը որ կարող է ունենալ 18 թվականների գործողությունների վրա։ Բայց մարդիկ, ովքեր որ 18 թվականի մայիսին ազգային ժողովի Պատգամավորի մանդատը գրպաներում կոճակը սեղմել են Նիկոլ Փաշինյանին ընտրել են որպես երկրի վարչապետ, այդ մարդիկ մոտավորապես իմ հետ հավասար ուղղակի փողոցում կանգնում են, քայլում են, հարցազրույցում էլ միտեղ ասում են, որ մենք դեմ ենք։ Դեռ ասում դու ես մեղավոր։ Հա, առավել եւս ասում են, որ ես եմ մեղավոր։ Միգուցե կշռի տարբերություն կա, միգուցե ես իմ փոքր կշռի պատճառով ավելի քիչ պատասխանատվություն պիտի կրեմ, քան թե ազգային ժողովի падգամավորը կամ երկրի նախագահը։ Հետո ստե ուրիշ խոսակցություն կա, որ կուզեի միասին անենք։ Այդպես, օրինակ 2020 թվականին իմ վերաբերմունքը մինչև 2020 թվականը հանրապետականի շատ սուր չի եղել։ Չնայած այդ վերլուծությունները անկեղծ եմ ասում, որ իրանք ինչպես են Նիկոլին իշխանությանը հանձնել, ես միշտ եմ ունեցել։ 2019 թվականի դեկտեմբերից առնվազն հրապարակային, 19-ի հունվարից հրապարակային եւ կան հոդվածներ, հրապարակումներ։ Ավելին ասեմ, այստեղ մեր տաղավարում երբ որ եթերից հետո ավանդաբար կամ սուրճ ենք խմում կամ զրուցում ենք, հա, ինչ-որ թեմաների շուրջ, արդեն եթերից դուրս, որտեղ քաղաքական գործիչները ավելի ազատ են, եթե անկեղծ ասեմ, այդ իմ վերլուծությունների հետ շատ հանրապետականներ համաձայն են եղել։ Ընդ որում առաջին շարքերում կանգնած հանրապետականներ, բայց այստեղ ինչի է օրինակ 2020-ից հետո ռեակցիան, որտեվ ինչ է ասում հանրապետականը։ Հանրապետականը ոչ թե Սերժ Սարգսյանը ասում, ոչ թե հանրապետական։ Սերժ Սարգսյանը ինչ ասում, ոչ թե ասում Ժողովուրդ ջան 2018-ին այո դուք սխալվել եք, բայց ամենասխալը մերն է, որ մենք որպես իշխանություն չենք կանխել, դες չենք բացատրել սրանք ովքերն։ Ասում ախպեր դուք գնացել եք էշի ճակատը պաչել եք, ուրիշ քարոզիչներով էլ ասում է ժողովուրդը պետք է հավաքվի 100,000-ով, գնա Սերժ Սարգսյանից ներողություն խնդրի։ Այդտեղ արդեն ժողովուրդը Պորտկում ասում կներեք, ով ումից պետք է ներողություն խնդրի։ Ոստեղ երբ որ իրանք իրանց գործողությունների պատասխանը չեն հասկանում, որ դա իրանց գործողության պատասխան, որտեղ մինչև 20-ը այս կարգի սուր վերաբերմունք չի եղել իրաց, բայց երբ որ ասում են ժողովուրդը պետք է գա մեզնից ներողություն խնդրի, որ ասում են Սերժ Սարգսյանը միակ մարդն է, որը կարա փրե, դու փրկեր, ով է 18-ին խանգարում։ Որ ջան, ես կարծում եմ հարային քաղաքական դաշտում այդ չհասկանալ բառը այնքան ոչ տեղին է օգտագործել, որովհետև այնտեղ հիմա մարդիկ չկան, իրենք շատ բաներ են հասկանում։ Չհասկացողը թող ես ու դու լինենք, գիտես, իսկապես մարդիկ չհասկանալու պատճառով չեն շատ բաներ անում։ Ներկայիս իշխանությունները երբ որ գնում են
միած սոսկալի բան են անում, կողքից նայողները ասում են դե սրանք հիմար են, տգետ են։ Իրական փրկություն է հիմար պիտակավորումը։ Գործող իշխանությունների ասում են դեսա գիժ է երևի, այս մարդն էլ շատ լավ օգտագործում այդ բանը, նույնիսկ ինքն է իհարկե գեներացնում այդ կարծիքները, որովհետև տեսնում ենք էլի ոչ adekvat վարք է երբեմն դրսևորում ու ակնհայտ միտումնավոր էլի, չգիտեմ, բաժակը ջուր է լցնում, այդ ջուրը թափում է սեղանի վրա կամ շատ զավեշտալի ձևով իր այդ առաջ բուլաթատամով հիմա արդեն այդ ատամը գոնե կարքի է բերել այդ տեսքով շատ ցածր մակարդակի խոսակցությունների մեջ է մտնում քաղաքացիների հետ ընտանեկան շատ տագեղ տեսանյութեր են տարածվում, որ ամբողջ ազգնայի ու ասի ես ովքեր են այս մարդիկ, տպավորություն ստեղծի, որ խելքի, գիտելիքի, դաստիարակության հետ խնդիրներ ունեն, բայց ոչ, այս մարդիկ ուղղակի ազնվության հետ խնդիրներ ունեն, իրենք տգետ չեն։ Նույն ձևով, եթե մենք հիմա նայում ենք գործող իշխանությունների մեջ գտնվող որոշ մարդկանց, մենք հասկանում ենք, որ այս մարդիկ պատանդ են, էլի գերի են այդ իշխանության վերնախավի մոտ։ Դրան զուգահեռ իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ իսկապես հանրապետական կուսակցության են փոքրաթիվ, բայց ազնիվ նորմալ մարդիկ պատանդ են ընկել այդ հանրապետական կուսակցության ղեկավարության ձեռքը, չեն կարող կուսակցության գծին հակառակ գնալ, ոմանք ուղղակի թողեցին գնացին մեկը երկրից, մեկը ուղղակի կուսակցությունից դուրս եկավ այլ գործունեությամբ զբաղվում, բայց այն մարդիկ, ովքեր որ կուսակցության ներսում են, ես փորձում եմ հավատամ, որ այդ մարդիկ ուղղակի չեն կարողանում այլ ելք գտնել, քան ուղղակի շարունակել այն դիսկուրսը, որը որ տանում է իրենց ղեկավարը։ Ես համաձայն եմ քեզ հետ, որովհետև այո, հանրապետականում անկախ անգամ հրապարակային հերակա բանավեճերից ես համարում եմ կան մարդիկ, որոնք առնվազն արժանի չեն այս վերաբերմունքին եւ որոնք կարող են պետք գալ պետության համար, հա, բայց այդ մարդիկ իրանք պիտի հարց տան։ Օրինակ Էդվարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը հարգում եմ այդ մարդկանց, իրանք պիտի հարց տան։ Լավ, հրապարակային մի ասեք, բայց դուք լավ գիտեք, չէ՞ որ այն որ պիտի քվեարկեիք Նիկոլի օգտին խմբակցությունից ինչ-որ մաս։ Սերժ Սարգսյանն է, չի ասել, դուք քվեարկեք, հետո 2 ամիս հետո մենք իշխանությունը հետ կվերցնենք։ Ախ հիշում եք, չէ՞ այդ խոսակցությունը։ Ախ հիշում եք, չէ՞ որ 2018-ի օգոստոսին հանրապետականի այդ հավաքների ժամանակ Սերժ Սարգսյանն ասում էր, որ հեսա իշխանությունը հետ ենք վերցնելու։ Հիշում եք, չէ՞ որ հոկտեմբերին, երբ որ ձեզ ուղարկեց խորհրդարան, ինչ-որ անիմաստ օրենք ընդունելու, որը ռեակցիա առաջացրեց, Նիկոլ Փաշինյան ստիպեց գնալ խորհրդարանական ընտրությունների, էլի Սերժ Սարգսյանի առաջարկով եք գնացել դա արել։ Լավ, հիշում եք, չէ՞ որ հիմա տարբեր մարդկանց դեմ, երբ որ ձեզ օգտագործում է, էլի Սերժ Սարգսյանի առաջարկով է, լավ, այդքան օրինակ Աշոտյանի հետ մարդկային ջերմ հարաբերություններ են եղել, այսինքն իմ համար անպատկերացնել էր այդ ցածր տեքստը, որ ինքը օրինակ այդ տեքստում ինձ հիշատակել էր այդ օղու պատմությունը, հա։ Ես գիտես անկեղծ մտածում եմ, որ Աշոտյանը չի ուզեցել այդ բառերը գրել, ուղղակի չի կարող։ Ես հիմա դրան եմ գալու, բայց ուզում Աշոտյանը, Շարմազանովը դուք ախր լավ գիտեք, չէ՞ որ Սերժ Սարգսյանը բացի հանրապետական օրինակ ֆինանսավորում է, ասենք Ռուբեն Մխիթարյանի, ֆինանսավորել չասեմ ուղիղ, բայց աջակցում է Արման Թաթոյանին, էլի կերպարներ կան ում օգնում է։ Այդ դրա համար հարց չի առաջանում, ինչի կեղտոտ գործը այդ մարդկանցով չի անում, ձեզանով է անում։ Օրինակ ես այդ հարցի պատասխանը գիտեմ, որ ձեր հետ կապված ապագայի պլաններ չկան, այն մարդկանց հետ կան։ Մեկի համար կուսակցություն կբացի, մեկի համար ընտրություններում թիմ կհավաքի, կաջակցի, ձեր մասով ապագայի պլաններ չկան։ Եվ ես ափսոսում եմ, որովհետև եւ Շարմազանով, եւ Աշոտյանը, եւ Զաքարյանը, էլի այնտեղ կերպար, իրանք պետությանը կարող են պետք գալ, բայց Սերժ Սարգսյանը ըստ էության որոշել է այս մարդկանց միջև վերջ ոչնչացնի։ Եվ բայց իրանք չի ասում, որ տրամադրությունները չեն գնի։ Աշոտյանն էլ հիմա տնային կալանքի տակ է, իմ համար ինքը շարունակում է մնալ խաղբանտարկել, ինձ հաճախ են ասում, ինչու ես Աշոտյանին համարում խաղբանտարկել, ասում ժողովուրդ, ես այդ քրեական գործի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ բացառում, որ անգամ այդ հիշատակված հանցագործությունը, եթե հանցագործությունը տեղի ունեցած լինի, բայց անգամ այդ պարագայում, եթե դա արված լինի, Աշոտյանը խաղբանտարկել է, ինչու՞։ Որտեղ եթե Սամվել Ալեքսանյանը դրսում է, իսկ Աշոտյանը տնային կալանքի տակ, ու լիքը հանցագործներ ԿՊ-ի շուրջ են, որոնք ծանր հանցագործություններ են գործել։ Արմեն Աշոտյանը պարզ է, չէ՞, իր քաղաքական գործունեության համար է տնային կալանքի, դրանց առաջ բանտային կալանքի տարվել։ Այդ տրամաբանությունը մեկը իմ համար կապ չունի, այդ գործողությունը արվել է թե չէ, մոտիվացիան է կարևոր, Նիկոլ ինչի համար է։ Ուզում եմ ասել, գալով ամփոփան, որ այո, համաձայն եմ քեզ, որտեղ կան մարդիկ, որոնք ես կարծում իրականում ստիպված են, որտեղ ես տեսել եմ այս մարդկանց, որոնք հրապարակային շատ խիստ խոսակցություն են ունեցել, այսինքն այն թեզերը առաջ տանողների վերաբերյալ, որը դու եւ ես ենք նաեւ վիրավորական։
Բայց այդ մարդիկ երբ որ տեսել են, ասենք մասնավոր ինչ որ միջոցառում, գրկախառնել են, որպիսությունը ինչ է դա նշանակում։ Հրապարակային տեքստը Սերժ Սարգսյան տեսնում է ու գնահատելու է նյութական տեսքով։ Այս մտերմիկ հարաբերությունը ինչ որ առանձնազրույցը Սերժ Սարգսյան չի տեսնում, այդտեղ իրանք ազատ Այս անգամ ես քեզ ընդհատեմ, էլի Բորիս ջան, հիշում ես Հանրապետական կուսակցության, եթե չեմ սխալվում, վերջին կամ նախավերջին 13 կամ 17 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մի հատ շատ ոչ ցենզուրային տեսանյութ կա, երբ որ քարոզարշավի մեջ փորձում են օգտագործեն Ալբերտ Ազարյանին 12 թվականին 12 նույնիսկ մարդուն խոսացնում են ինքը այնտեղ շատ ոգևորված այսպես գոռում առաջ Հայաստան, կեցե այն Հայաստանը, որ այսպես այնպես եւ նախադասության կեսից իսկապես ինքը իրենից նեղվում է այդ մարդը, տարիքով մարդը ու ոչ պատեհ արտահայտություն անում։ Ես ենթադրում եմ, իսկապես անկեղծ ենթադրում եմ, որ այդ մարդկանցից թիմի մարդկանցից շատերը նույն այդ կարծիքին են ու իրենք էլ երևի տեսախցիկներից այդ ստոպի կոճակը սեղմելուց հետո մատ այդպես արտահայտություն անում, որ թեթևանան։ Ես դա 2008 թվականի ընտրություններն են։ Առաջ Հայաստան կարգախոսով նախագահական ընտրություններն են։ Իրականում եւ ես ցավում եմ, գիտես, ինչ իմաստով, որովհետեւ ինստիտուցիոնալ մեծ հիշողություն կա այդ մարդկանց մոտ եւ ուղղակի ազատ թողնել, որ այդ մարդիկ հանգիստ աշխատեն իրենց իմացած ձևով։ Ես վստահ եմ եւ Աշոտյանը եւ Շարմազանովը եւ Արտակը Զաքարյանը եւ էլի ուրիշ անուններ կարող եմ տալ։ Իհարկե այնտեղ կան աբսուրդային անուններ, որոնց անունը չսել ուզում տալ, որտեղ մարդկային բոլոր սահմաններն անցել են, բայց այդ մարդիկ իրենց իմացած ձևով շատ ավելի լավ քաղաքական գործիչներ ու process-ներ տանող կլինեին, քան Սերժ Սարգսյանի իմացած ձևը, որովհետև Սերժ Սարգսյանի իմացած ձևը ավելի շատ քինախնդրությունն է եւ սա բնական է, հա, Մաքիավելին էլ է գրել իր բան միապետը, եթե չեմ սխալվում, աշխատությունում, որ այն պետական իշխանավորները, որոնք ժողովրդի կողմից մերժվել են, նրանց անթույլատրելի է թույլ տալ երկրորդ անգամ գալ իշխանության, որովհետև իրանք սեփական ժողովրդի նկատմամբ վրեժով լցված են գալու ու շատ ավելի վատ վիճակ է լինելու այդ ժողովրդի համար։ Եվ ժողովուրդը, հայ ժողովրդի իմաստու ժողովուրդ է, նաև սրանով է պայմանավորված, որ ասենք 18 թվականի ու 21 թվականի ՀԿ-ի ստացած ձայները չեն տարբերվում իրարից։ Իսկ նրանց մոտ աչքած մը հիվանդը կայուն ծանր վիճակում է։ Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայուն ծանր վիճակ, իրանք չեն աճելու, չեն էլ նվազելու, որովհետև բարեբախտաբար կամ դժբախտաբար այդ մարդը շատ փող ունի, բայց դա քաղաքական բան չի դառնալու, այսինքն չի լինելու այնպես, որ իրենց երազածա, որ 100,000 մարդ, այդում դու եւ ես հավաքվեն, գնանք հրապարակ, ներողություն խնդրենք ինչ-որ մարդու։ Ես կարծում եմ օգտակար զրույց էր սա, ինձ համար ինչեր հարգելի հեռուստատեսողներ կարևոր խոսել Գևորգի հետ։ Գևորգի նման մարդիկ եզակի ազատ մարդիկ են։ Ինքը դու ունես քո ֆինանսական աղբյուրներ, այսինքն քո խոսալու համար չես դու վճարվում, հա, այսպես ասած։ Եվ սա շատ կարևոր ձեռքբերում է մեր հասարակության համար, որ ֆինանսապես անկախ մարդիկ ավելի հրապարակային լինեն, process-ների մասնակցեն, որտեղ իրանց մասնակցությունը ամենաառողջացնողն է։ Ես չեմ ասում ամեն բան ճիշտ գիտես կամ պատկերացումներդ ամեն ինչի մասին այնպեսին է, ինչպեսին խոսքի ճշմարտությունն է, չէ, բոլորս սխալական ենք, բայց քո մոտիվացիա հիմքը ազատ մարդու մոտիվացիան է, այսինքն երբ որ ազատ մարդը անգամ հայոյում, այսինքն քաղաքացին, որը ասենք մեր խոսքը իրեն դուր չի գա կհայոյի։ Ես չեմ նեղվում դրանից, անկեղծ եմ ասում, որովհետև ես քաղաքացի դուրը չի եկել, ինքը այդքան գիտի, բայց երբ օրինակ տենում ես հայոյանք, որը վճարվում է, ասում ես ինչքան ստոր մարդ է սա, որի փաստորեն մասնագիտական միակունակությունը հայոյանքն է, ինքը դրա համար է վճարվում։ Ավելի վատ տարբերակն էլ դրա կա, որ մարդը նախապես հայհոյում է հույս ունենալով, որ հետո արդեն կվճարվի դրա համար։ Դե դա արդեն վստահության կրեդիտի մասին է, ինչքան վստահ որ իր աշխատանքը կգնահատվի, չէ՞։ Նախքին փորձի հիմա միգուցե։ Բայց այդ հայողներին ֆինանսավորողները պիտի վախենան, որովհետև իրենցից ավել վճարողներ են լինելու եւ այդ հայողները պատտվելու են ու ցեզ են հայելու, ինչպես այդ իրանց կեսագրության մեջ եթե բացես, կտեսնես մեծ մասը ինձ համար անթույլատրելի բառապաշարով Սերժ Սարգսյանի մասին խոսողներ են, որոնք հիմա ֆինանսավորում են Սերժ Սարգսյանի կողմից, հայում են ուրիշ մարդկանց։ Բայց գալու է ապահա, որ ինչ որ մեկը Սերժ Սարգսյանից ավել փող է ունենալու։ Եվ շատ վատ կլինի, որ այդ պահը, որովհետև այդ պահը
սպանում է քաղաքականությունը, որ մարդը վճարվում է ոչ թե միտք արտադրելու համար, այլ հայոյանք տալու համար, այդտեղ կներեք քաղաքական գործիչ, քաղաքական process Որից այլևս մինչև 2010-ականները գործած բոլոր քաղտեխնոլոգիաները հիմա խիստ վերանայման կարիք ունեն, ու ովքեր որ շարունակում են նույն ձևով, իրենք արդեն իսկ պարտված վիճակում են, որովհետև մարդիկ ուղղակի չեն հաշտվում նրա հետ, որ քաղաքացիները ունեն հիշողություն, ունեն սմարթֆոններ, ու սմարթֆոնները նույնպես ունեն հիշողություն։ Մենք ինտերնետում գրում տեսնում ենք chat GPT, որ կարող է հարց գրել, ասել այս մարդու մասին, խնդրում հանիր համացանցում եղած տվյալները, բարձր տեխնոլոգիաներին դեռ այդքան շատ չեմ վստահում, որը վերաբերում է որ վերլուծությանը, ուղղակի փաստերին եմ ես նայում։ Եթե կա տեսանյութերը, որ դուք տեսնում եք, այսպես բան է կատարվել, այդ մարդուն վերցնում ես ու իրան դարձնում ես, չգիտեմ, մի հատ ուրիշ տեղ ես դնում հակառակ գործողությունը այդ մարդը դանում առանց ընդհանրապես անդրադառնալու են անցյալին։ Մարդը իրավունք ունի իհարկե փոխվելու, բայց ուղղակի եթե ինքը մի օր սենց է դիրքավորված, հաջորդ օր ուղղակի այնպես է դիրքավորված ու նույն մոլերանդությամբ խոսում է առանց առհասարակ այդ իր այդ անցած այդ հետագծին նայելու, կողքից հասարակության համար դա դիսոնանս առաջացնում, անվստահություն առաջացնում, այդպես չես կարող դու առաջ գնալ։ Չէ, Գեորգ ջան, ես իհարկե ամփոփելով եմ, քեզ հետ իհարկե համաձայն եմ, որ մարդը փոփոխությունների, ասենք քարացած մարդը դա ավարտված մարդ է, մահացած մարդ է, միայն իր կարծիքը կարող է չփոխել, բայց եթե օրինակ դու հրճակում ես, որ այսինչ մարդը անասուն է, իսկ հետո ասում ես ինքը մտքի տիտանա, բաննա, չգիտեմ, գանձասարը կամ ուրիշ էպիթետներ ես օգտագործում։ Դա աննորմալ է։ Երբ որ ասես օրինակ, այսինչ քաղաքական գործիչ, ասենք ընդդիմությունը, ես օրինակ ինչ որ պահի կարծում եմ, որ ընդդիմությունը լավ կանի մանդատները վայր դնի։ Ու հետո երբ որ հաշվում ես տարբեր գործոններ, Վրաստանի օրինակն ես, հասկանում ես որ ճիշտը դա չէր, ասենք դա ոչ թե ճիշտ, դա ինչ որ լուծում չէր բերելու, կարող է ճիշտ էր անտեսել սրանց, արհամարել սրանց, բայց լուծում այն ակնկալվող լուծումը չէր բերելու։ Այս խոսքը տարբերություն մարդը իհարկե փոփոխական է։ Մարդը կարող է այսօր մի բան կարծել, հետո այդ նույն կարծիքի այդ տվյալի վերաբերյալ հայտնվեն նոր տվյալներ եւ կարծիքը բնականաբար գիտությունը այդպես է զարգացել։ Բայց ընդ որում այդ դեպքում մարդը պետք է մատ ակնհայտ, եթե ինքը հանրային խոզույթով է հանդես եկել, մատ ակնհայտ հանրային պետք է արտահայտի այդ միտքը հասկանան ու բացատրի ինքը ինչի համար է սխալ ա եղել, փոփոխություն է տեղի ունեցել իր մոտ, ոչ թե ուղղակի այսօր այս կոճակն են սեղմում, ինքը այս բանն է ասում, վաղը այն կոճակն է սեղմում, ինքը հակառակ բանն է ասում։ Դա շատ սորացուցիչ է այդ մարդը։ Համաձայն եւ էլի օրինակով բերեմ ես իմ խոսքում, կան ԿՊԱ-ականներ, որոնց ես չեմ ընդունում, անգամ երբ որ իրանք հիմա անդիմություն են։ Ասեմ ինչի, օրինակ, բարձ օրինակ Տաթևիկ Հայրապետյան, որը իբր ադրբեջանագետ է։ Մարդը լինելով ադրբեջանագետ, այսինքն Ադրբեջանը իր մասնագիտությունն էր, Ադրբեջանի իմացությունը, Արցախյան հարցը պիտի իր մասնագիտության հիմքում լինի։ Մարդը մինչև 2020 թվականի նոյեմբերի 8-ը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ունի, հրաշալի քաղաքականություն է վարում Արցախի հարցով։ Նոյեմբերի 8-ից հետո լռել է մինչև ընտրությունները 21 թվականի, հետո ինչ որ պահի անհետացել է քաղաքական դաշտը։ Հիմա հայտնվում է ճիշտ 180 այսչեն հակառակն ասում, որ Նիկոլ Փաշինյանը աղետ է բերում։ Հա, հասկանում եմ, բայց մենք 2018-ին էլ ձեզ ասում ենք, որ դու հակառակն էիր ապացուցում։ Եթե քո մասնագիտական ունակությունները թույլ չի տալիս ճիշտ վերլուծություն անել, չեմ ասում գուշակություն, որտեղ այդ տվյալները, որ Նիկոլը ասում էր Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, ցանկացած մասնագետի համար հասկանալի է, ժողովրդի համար էմոցիոնալ բան է, մասնագետի համար հասկանալի է, որ սա բանակցային process-ի ավարտ է նշանակում, որը բերելու է պատերազմ։ Եթե այդքանից հետո դու պաշտպանում ես Նիկոլին, դու պետք է ասենք, եթե խելքի ես եկել պատերազմից հետո, դու պետք է ասես Ժորժ ջան, այո, ինձ թվում էր ես ադրբեջանագետ եմ, բայց պարզվեց որ չէ։ Ինձ թվում էր ես քաղաքական վերլուծություններ կարող եմ, պարզվեց չէ, ես ներողություն եմ խնդրում։ Ես այդ Նիկոլի կայացած որոշումների վրա ազդեցություն չեմ ունեցել, ոնց որ փայ չունեմ այս աղետի մեջ, բայց ես ինքս ինձ արգելում եմ այլևս հանդես գալ որպես ադրբեջանագետ եւ քաղաքական վերլուծաբան։ Դադարում եմ վերլուծություններ անել, որտեղ մի անգամ իմ վերլուծություններ սխալ արդյունքի են բերել։ Ես վերլուծել եմ ուրիշ բան եմ ստացել։ Հեսա կասես, հա մարդը հասկացել է իր արածը։ Թե չէ այսօր Նիկոլնա փող տալիս, սենց բան ես վերլուծում, վաղը ուրիշնա փող տալիս, ուրիշ բան ես վերլուծում, դա արդեն չեղավ արդար անկեց։ Համաձայն ես։ Ճիշտ ասած չգիտեմ, Տաթևիկը փողի դիմաց այն ժամանակ վերլուծում։ Դե փող ասելով հիմա իշխանություն падգամավոր էր, կարգավիճակ էր։ Ես իր այդ անձնական ծանոթություններ ունեմ, իր այդ անձնական բանավեճի մեջ եմ եղել այդ հարցերում, այն մարդը ինձ ընկերներից հանկից ջնջել են համար, որ ինքը իշխանական падգամավոր է եղել ու
դրանից հետո մենք շփում ինչ-որ չունենք, չեմ ուզում իր հանձի հետ կապված կարծիք հայտնել։ Թե անձի մասին չէր, Իսկ եթե երևույթին ենք նայում, երևույթի մասին։ Բորիս ջան, ես սենց եմ մտածում, ինչ որ մի կետից սկսած ԿՊ-ի դուրս գալը արդեն չի կարող նայվել որպես ինդուլգենցիա, ամենայն հավանականությամբ այդ կետը 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ փաստաթուղթն էր։ Կոնկրետ Հայրապետյան Տաթևիկը, եթե չեմ սխալվում, դրանից հետո մի քանի ամիս շարունակ մնաց ԿՊ-ական պատգամավոր, հետո պարզվեց, որ իր որոշմամբ նոր ցուցակներում չկա։ Չգիտեմ։ Դա իր խնդիրն է, բայց իմ կարծիքով մարդը, որ այս աղետալի իրավիճակից հետո շարունակում է սատարել գործող իշխանություններին, նորմալ է համարում, որ նույնիսկ եթե կարծում եմ, որ այս իշխանությունները միտումնավոր չեն մեզ պարտության տալ, այլ ուղղակի խայտարակ ձախողման են ենթարկվել, եթե մարդը համարում է, որ այդ իշխանությունները պիտի շարունակեն պաշտոնավորել, ինքը ուղղակի արդեն էլ ետդարձի ճանապարհ ինձ կարծիքով չունի։ Միանշանակ։ Այլ օրինակով բերեմ եւ փակ եմ հաղորդում։ Եթե որևէ մեկի մասին բացահայտում են, որ այս մարդը չնայած մանկապարտեզի տնօրեն է, բայց մանկապիղծ, այսինքն հայտնում են տեսանյութեր, իր ձայնով ձայնագրություններ, բան, եթե դու դրանից հետո շարունակում ես աջակցել իր մանկապարտեզի տնօրեն մնալու, հետագա մանկապղծություններ արդեն դու դրան մասնակից ես նաև։ Այսինքն եթե դուք այսքանից հետո չեք հասկացել Նիկոլը ինչ անում մնում եք կպում, հետո պարզվեց այդ Հովիկ Աղազարյանն ու Ասլանյանը անգամ այսքանից հետո չհասկացան, որ իրենց նկատմամբ բան եղավ։ Առիթ եղավ, գնացին Տարոն Մարկերյանին քվեարկեցին, որ անձնախելությունից զրկեն։ Դե Աղազարյանը ու Ասլանյանը վառ օրինակներ են, ես իմ ասած այս չափորոշիչի, որովհետև իրենք 20 թվականից հետո շարունակեցին մնալ այդ կուսակցության մեջ, շարունակեցին կեղտոտ լեքսիկոնով մեզ լռեցնել ընդդիմադիր մարդկանց, կոնկրետ Ասլանյանը նույնիսկ իմ ընդդիմադիր պայքարի ընկեր Սամվել Վարդանյանին ավտոբուսի միջադեպից հետո հասցրեց կալանքի դրանից հետո այո, դրանից հետո լուր մնաց, երբ որ Սամվելին խոշտանգում էին, ինքը ակնհայտորեն գիտակցում այդ խոշտանգողները ովքեր են։ Ու այդքանից հետո ուղղակի մի գեղեցիկ օր ինչ որ անձնական ընտանեկան բիզնես քաշքշուկի պատճառով դուրս գալու դառնալ իրենց ոչխարների կոնֆլիկտի պատճառով։ Այս այն կողմ ոչխարներն են, չէ՞։ Միջոշխարհային կոնֆլիկտի պատճառով դառնալ խիստ գաղափարական ընդդիմադիր, դա այդպես չի լինում, դա չկարա այդպես լինի։ Շնորհակալ եմ Գևորգ հետաքրքիր զրույցի համար։ Ես անկեղծ մեծ այսպես հաճույքով զրուցում եմ քեզ այդ այս թեմաների շուրջ, որովհետև կարևոր է ազատ մարդկանց հետ խոսել այս հարցերի շուրջ։ Քաղաքացիներն կարծում եմ մի անգամ գոնե պիտի ճիշտ ընտրության հնարավորություն ունենան, հետո նաև այդ հնարավորություն այդ ընտրության արդյունքից հետո պետք է պահանջատեր լինեն։ Սրա մասին ենք մենք նաև խոսում։ Շնորհակալ եմ, ես չեմ զրուցում էի հանրային գործիչ, գործարար Գևորգ Բարսեղյանի հետ, տեսություն կհանդիպենք։